Վարչապետն ասում է, որ այսօր Հայաստանը իր վերջին 500 տարվա լավագույն շրջանն է ապրում։ Ես անկեղծ չգիտեմ, քանի տարվա լավագույն շրջանն է ապրում Հայաստանը, բայց վստահ եմ, որ Հայաստանի համար իրական լավագույն շրջանը կսկսվի միայն այն օրը, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիության անդամակցության համար։ Երբ Հայաստանը առանց վախի, բաց եւ ուղիղ հայտարարի, որ դուրս է գալիս ՀԱՊԿ, այսպես կոչված ռազմաքաղաքական դաշինքից եւ ԵԱՏՄ-ից, երբ կհայտարարի, որ դուրս է հրավիրում ռուսական ռազմաբազան մեր երկրից, որտեղ իր ֆունկցիան չի կատարում, հակառակը ավելացնում է սպառնալիք մեր կյանքին եւ առողջությանը։ Հայաստանը պետք է հետ վերադարձնի Ռուսաստանին գույք պարտքի դիմաց նվիրաբերված մեր արտադրական եւ արդյունաբերական հզորությունները, որտեղ Մոսկվան ոչ մի լումա չի ներդրել արդեն 25 տարի շարունակ։ Հեցի լիցենզիան հետ կանչելուց հետո պետք է պետությունը սկսի ուսումնասիրել բոլոր ռուսական սեփականությունները, ակտիվները, այդ թվում Երկաթուղին եւ Գազպրոմը։ Դրանք միջև կոկորդը խրված են կոռուպցիայի մեջ։ Միայն ինքնիշխան եվրոպական ուղով քայլող իր ճակատագիրն ինքնուրույն որոշող պետությունը կարող է հայտարարել, որ ապրում է իր լավագույն շրջանը։